Փարաքարի համայնքապետի սպանության գործով կասկածյալ Նարեկ Օհանյանի հարևանները ցնցված են նրա ձերբակալության փաստից։ Այս տղամարդն ընդհանրապես չի հավատում, որ Նարեկը կարող էր կապ ունենալ Վոլոդիա Գրիգորյանի ու ոստիկան ընկերոջ սպանության հետ։ Ագիմա տեստեին կապը, ինքն էլ ովքի շենքն արը։ Իցին ճանաչի, այդ տղա է։ Դեռ կեսօրից անանուն աղբյուրները վստահեցնում էին, թե սպանության համար կասկածվում է Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, փետրվարին Մերձավանում սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը։ Օհանյանի հարևաններն ասում են, կրթված խելացի տղա է Նարեկը, քրեական աշխարհի հետ կապ չունի։ Չէ, երբեք այդպես բաներից եղել։ Օրինակ ես եմ զարմանում, որ ասում են զենքով կրակել է։ Ես եմ զարմանում։ Սպանության տեսագրությունն ուսումնասիրած մասնագետները պնդում էին, թե պրոֆեսիոնալ է հրաձիգը։ Այս փողոցի բնակիչների խոսքով Նարեկը մարզված տղա է, բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ նորից բանակի շարքերում է եղել։ Վերջին շրջանում այլ աշխատանք ուներ, թե չէ, չգիտեն։ Չեմ հետաքրքրել, իմ թայի չի ասենք հարցնեն բանը։ Դա էլ ասում են խելոք տղա է եղել, խելոք։ Այս տանը, որի մոտ ոստիկանությունը գերուժեղացված ծառայություն է սկսել, Նարեկից բացի կինն ու երեխաներն են ապրում, ծնողները վաղուց են մահացել։ Այս մյուս տանն են ձերբակալել Օհանյանին, այն նոր է կառուցված, դեռ անավարտ է շինարարությունը։ Այստեղ իրավապահները երեկոյան են ավարտել քննչական գործողությունները, ձեռնոցներ, այրված կտորների մնացորդներ ու իրեղեն այլ ապացույցներ են հայտնաբերվել։ Զենք չեն գտել։ Խուզարկությունից հետո Օհանյանին ձեռնաշխտաներ են հագցրել ու տարել։ Այս տեղեկությունից ժամեր առաջ ներքին գործերի նախարարության խոսնակը վստահեցնում էր. Այս պահին որևէ նորություն չունենք ասելու, բացահայտման աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են։ Սպանության ենթադրյալ հեղինակի կամ պատվիրատուի հայտնաբերման մասին լուրը ոչ հաստատել, ոչ հերքել էր նաև ազգային ժողովի նախագահը։ Պնդել էր միայն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունը ոչ թե քաղաքական, այլ վրեժ խնդրության հողի վրա է կատարվել։ Ամենայն 99% հավանականությամբ, այո, մինչ անձնային նախապատմություն ունեցող խնդիր է։ Իշխանությունը ողբերգության առաջին իսկ ժամերից առաջ է տանում այն վարկածը, թե Վոլոդիա Գրիգորյանի սպանությամբ հնարավոր է վրեժ են լուծել փետրվարին իր ծննդյան օրը սպանված Գրիգոր Օհանյանի համար։ Այդ սպանության գործով հիմա տնային կալանքում է նաև Փարաքարի համայնքապետի եղբայրը։ Ժողովուրդ օրաթերթը նկատել է, որ Վոլոդիա Գրիգորյանը սպանվել է եղբոր Պայքար Գրիգորյանի ծննդյան նախօրեին։ Սպանության գիշերը նա պատրաստվելիս է եղել գնալ եղբորը շնորհավորելու։ Հանրապետությունը ցնցած սպանության երրորդ օրը առաջին պաշտոնանկություններն են եղել ոստիկանությունում եւ քննչական կոմիտեում։ Ոստիկանության արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը եւ քննչական կոմիտեի արմավիրի վարչության պետ Հրաչյա Ղազարյանը ազատվել են պաշտոնից։ Այսօր Մերձավանի գերեզմանատանը 41-ամյա Վոլոդիա Գրիգորյանի հողարկավորությունն է եղել։ Արցունքներ, լուր հոգոցներ ու ծափահարություններ Փարաքարի համայնքապետի վերջին ճանապարհին։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։